Երկիրը պատկանում է կառավարությանը, պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում ժողովրդին, Համոսահյանի տողերն են, սահմանագծի վերջին բախումները սահյանական տողերով կարելի է բնութագրել։ Կարծում եմ, հա, ընդհանրապես մեր մեծերին տրվել է այդ շնորհը, ինչ-որ ձև զգալ վտանգը, հիմա երկու տողով ասած, բանաստեղծությունով ասած, հա, դե փաստացի տենց եղավ, այսինքն ժողովուրդը չսպասեց, որ կոչով իրեն դիմեն, ժողովուրդը ինքը համախմբվեց ու մնացած ինչ եղավ, բոլորս ականատես եղանք, հա, կազմվեցին խմբեր, մեկնեցին ռազմաճակատ, կազմվեցին խմբեր, ովքեր պարենի պաշարներ ստեղծեցին, էլի ուղարկեցին ռազմաճակատ, չգիտեմ սա ինչով բացատրել, ոմանք ասում են դա հայի գենի մեջ է, դա բնազդի մակարդակի է գուցե գոյատևման, կարծում եմ երկար տարիներ պետականություն չունենալու հետևանքն է, ազգային իշխանություն չունենալու հետևանքը, այսինքն երբ դու ոչ թե հանգիստ նստած տանը սպասում ես հրամանի, այլ լուրը իմանալուց միանգամից անցնում ես գործի։ Վերջին օրերին ժողովուրդը իսկապես միասնական դարձավ, ասում են նաև, որ զարթոնք եղավ ժողովրդի շրջանում։ Ինչ է կարծում, ինչ պետք է անել, որպեսզի պահպանվի այս զարթոնքի փուլը։ Համաձայն եմ, իրոք զարթոնք է, մեծ առումով երևի երկրորդ զարթոնքն է, հա։ Չպետք է քնեցնեն, հա, ժողովրդին։ Այսինքն կարծում եմ իշխանությունները այսօր պիտի օրինի բուն աշխատեն, հաշվետու լինեն, Մի բան նկատեցի, առաջին օրերին ասում են մենք սա կանենք վճռական, երկրորդ օրը մեկ էլ նույն լրատվությամբ լսում ես ասում են մենք պատրաստ ենք դա անել, բայց դա ժամանակ է պահանջում, երրորդ օրը ասում են մենք դա կանենք, դա ժամանակի խնդիր է, թե ինչ կլինի չգիտենք, ասենք միջավ այս վերաբերմունքը պիտի կարողանան վանել իրենցից, սա շատ հենց դա է քնացնում, հա, այդ զարթոնքը քնացնելու մեթոդը, բոլորս հասկանում ենք, որ ցանկացած խնդիր, երբ որ բարձրացնում են միջազգային ատյաններում, դատարաններում, հայցերով են դիմում եւ այլն, դա ժամանակ է պահանջում, բայց պետք է անել, աշխատել, այդ գործը ավարտին հասցնել, թե ինչ կլինի, ըստ այնը կարձագանքի եւ ժողովուրդը եւ իշխանությունը կարծում եմ։ Դիվանագիտության մակարդակում կա մի բան, որ իշխանությունը պետք է աներ ու չարեց։ Կարծում եմ ոչ միայն դիվանագիտությանն է դա վերաբերվում, այլ բոլոր ոլորտներին, արագ արձագանքել, մանավանդ պատերազմական վիճակում, սա առաջի պայմանն է, յուրաքանչյուր գործողությանը արագ արձագանքել, պարտադիր չէ այդ գործողությունը սահմանում լինի հարձակման ձևով կամ ռմբակոծման ձևով, աշխարհում ինչ կատարվում է մեզ վերաբերող, Ղարաբաղի հարցին վերաբերող արագ արձագանքել, արտաքին գործոս նախարարությունը իր հերթին, չգիտեմ, պիտի մի քիչ ավելի ամուր ամորձիներ ունենան, կարողանան, երբ որ պետք է ասել ոչ, ամենահեշտ բանն ասել ոչ, հա, որտեվ ժողովուրդը արդեն ցույց տվեց ինքով, ցանկացած պահին միանգամից բռունցք կարող է դառնալ, ցանկացած պահին, կարծում եմ շատ պետություններ կնախանձեին նման ժողովուրդ ունենալուն, որովհետև դրա համար տարիների նախապատրաստական աշխատանքը պիտի արվի, դպրոցում համապատասխան ինչ-որ դասընթացներ, չէ, ռազմական դասեր լինի, չգիտեմ, պատրաստ լինեն, մենք արի-ուտես, որ գրեթե ոչինչ չէին արել վերևներից, բայց ժողովուրդը պատրաստ էր այդ ամեն ինչին, որովհետև գիտակցում էր,
Ի վերջո տարիներով ասում ենք, մենք շրջապատված ենք գրեթե բոլոր կողմերից թշնամիներով, մենք իրավունք չունենք թուլանալու, ոնց է ստացվում, որ հարձակումը բոլորը ասում են անակնկալ էր, ոնց կարող է տենց բան լինի, չէ որ հետախուզություն ունենք, չէ որ ինչքան գիտեմ մինչև այդ ադրբեջանական կողմը սահմանին այդ ռազմական ինչ-որ ուսումնական ինչ-որ բաներ էր անցկացնում, հա։ Մի խոսքով պիտի հավաքվեն, որովհետև թուլանալ իրոք չի կարելի։ Ժողովուրդը չի թուլանա։ Եթե մտավախություն կա, որ սենց կհանդարտվի ժողովուրդը, նման բան չի լինի։ Հույսը թող դրա վրա չդնեն։ Հիմա այն պահն է, որ ժողովուրդը ցույց տվեց ինքը ով է։ Իշխանությունը պիտի կարողանա արժանանալ մեր ժողովրդին։ Սա բացառիկ հնարավորություն է տրված այս իշխանություններին, ումից մենք բազմաթիվ դժգոհություններ ունենք այս տարիների ընթացքում, կուտակված խնդիրներ, սա բացառիկ հնարավորություն է։ Այդ ամեն ինչը շտկել շատ կարճ ժամանակում եւ փոխել, հա, շարժման ուղղությունը։ Ասում են, որ խաղաղապահներ պետք է լինեն սահմանագծին, դուք ինչ եք կարծում, խաղաղապահները սահմանին կանգնած դիրքապահին, հայ դիրքապահին ավելի շատ կօգնեն, թե կվնասեն։ Անձամբ ես չեմ լսել, որ նման խնդիր մերոնք բարձրացնեն։ Ուրիշ բան, որ Ռուսաստանը կուզենա իր զորքերը այնտեղ տեղադրել խաղաղապահների այդ վերնագրով էլի, հա, այդ պատերվակով։ Բայց ուրիշ բան եմ լսել, որ մերոնք ոչ միայն չեն բարձրացնում, նաև դեմ են նման քայլին։ Ու կարծում եմ ճիշտ է ժողովուրդը, որովհետև մեր հողը մենք կարող ենք պաշտպանել։ Խաղաղապահը թող հայտնվի այնտեղ, որտեղ կամ այն պահին, որտեղ այդ խնդիրը չի կարողանում լուծել պաշտպանության բանակը, կամավորական ջոկատները եւ այլն եւ այլն։ Միջազգային այն կառույցները, ովքեր պատասխանատու են, իրենք աշխատում են չեզոք դիրք գրավել, հա։ Ֆուտբոլի դաշտում այդ դատավորը մրցավարը ինքը չպիտի ինչ-որ մի խաղացողի թիմի կողմից լինի, հա, թիմերից մեկի կողմը լինի։ Բայց տարբեր երկրների պարլամենտներում համենայն դեպս հնչեցվել է նման հարց, որ պետք է ընդունել Արցախի անկախությունը, որ դա է հարցի լուծումը, որտեղ ի վերջո տարիներ առաջ հռչակվել է այդ անկախությունը, որից հետո սկսվեց բոլոր խնդիրները։ Իսկ ինչից սկսվեց, հռչակումից հետո սկսվեց, չէ՞, այդ ամեն ինչը, լայնածավալ պատերազմ։ Ու միշտ տենց է լինում, ցանկացած կայսրություն, երբ որ տրոհվում է, ինքը դիմում է պատերազմի, որովհետև տեսնում է մի մասը ձեռքից գնում է, հա, դուրս է գալիս իր տիրապետությունից։ Հիմա Ադրբեջանն է փոքրիկ կայսրությունի կա, որտեղ ադրբեջանցիք փոքրամասնություն են, ոնց որ բոլոր կայսրություններում։ Մենք չպիտի ուշադրություն դարձնենք ու առանձնապես տենց մատի փաթաթան սարքենք, այ սենց չարեցին, սենց պիտի անեին, պիտի մտածենք մենք ինչ ենք անում։ Այ մենք համապատասխան խնդիրը բարձրացնենք, իրենք թող տենց անեն։ Այդ ժամանակ պիտի դիմենք ուրիշ ացանի, ի վերջո ինչ-որ քայլեր կան, թե դիվանագիտական ոլորտում, թե միջազգային մյուս հարաբերությունների այս շերտերում։ Մենք պիտի մեր քայլերը իմանանք, հստակ ինչ ենք անելու, ինչ ենք այսօր անում եւ ոնց որ շախմատում գոնե մի 15 քայլ առաջ կարողանանք մտածել, վերլուծել թե մեր, թե միջազգային հանրության, թե թշնամու քայլերը։ Միջազգային հանրության արձագանքից կարող ենք ենթադրել, որ մենք հայերս մենակ ենք։ Մենք ինքներս պետք է լուծենք մեր խնդիրը առանց ինչ-որ մեկի վրա հույս դնելու։ Այսպես թե այնպես մենք պիտի լուծենք մեր խնդիրը։ Ես կարծում եմ միջազգային հանրությունը համաձայնվում է ինչ-որ քայլ անել, երբ որ դու խնդիրը լուծում ես։
մեծ առումով ես կարծում եմ խնդիրը լուծված է Ղարաբաղի անկախության, թեկուզ եւ չընդունված, բայց պետություն, ով ունի բոլոր անհրաժեշտ պետական կառույցները, թե դատական համակարգ, թե ներքին զորքեր, թե պաշտպանության բանակ, պարլամենտ նախագահ։ Մինչ այս նույն միջազգային հանրության կողմից շատ պարագաներում հնչեցվում էր, որ Ղարաբաղը ավելի դեմոկրատական պետություն է, թեկուզ չընդունված, քան Ադրբեջանը, քան գուցե Հայաստանը, չգիտեմ։ Մեր սահմանները մենք պիտի պահենք։ Աստված մի արած է, եթե կռիվ լինի, ձեր կռիվը մարտադաշտում է լինելու, թե այստեղ ժողովրդի կողքին հույս տալով, ձեր խոսքի միջոցով ճիշտ ուղու վրա դնելով։ Աստված մի արած է, եթե այդ աստիճան թեժանա, կարծում եմ բոլորս էլ պիտի լինենք ռազմաճակատում։ Բոլորս ասելով, ովքեր կարող են զենք կրել, թիկունքն էլ պիտի աշխատի ի վերջո։ Հիմա ով որտեղ ավելի կարևոր կլինի, ավելի պետքական։ Համենայն դեպս այն մեծ հոսքը, որ առաջին օրերին ուղղվեց դեպի Ղարաբաղ, դեպի սահման, ասացին, որ առայժմ գրանցվեք ու սպասեք։ Իմ ընկերներից Սարգիսը Միքայելյան, Քրիստո Մանարյան, շատերը հիմա այնտեղ են, Մարտակերտի շրջանում են։ Կուզենայի ձեր ուղերձը հղեք ժողովրդին եւ իշխանությանը, եթե ուզում եք առանձին, եթե ուզում եք միասին։ Ժողովուրդն իրեն անում է։ Իշխանությունը չհամախմբվեց ժողովրդին, ժողովուրդը ինքը համախմբվեց։ Ժողովուրդը մինչ այս էլ էր վերլուծում, ինչ որ լուծումներ առաջարկում, բայց իշխանությունը բանի տեղ չէր դնում, հա։ Ասում էր մենք ենք պատասխանատուն, մենք պատասխանատվություն ենք վերցրել եւ մենք պատասխանատվությամբ մեր գործը անում ենք։ Դե բանից պարզվում է, որ լիքը բաներ կան, որտեղ սխալվել եք։ Պատրաստ չէիք։ Ժողովուրդը պատրաստ էր, իշխանությունը ոչ։ Ժողովրդին չեմ ուզում ինչ-որ խոսքով դիմել, միայն մի պատճառով, որտեղ կարծում եմ ամեն ինչ անում եմ։ Եվ չեմ կարծում, որ գնալով կմարի, այս համախմբված լինելը, իհարկե պիտի մատնանշվեն բոլոր բացերը, առանց դրա չի լինում։ Պրոբլեմները պիտի բարձրացվեն, բայց այդ պրոբլեմները պիտի լուծումներ գտնեն, անհապաղ լուծումներ, այնպիսի արագությամբ, ինչը բնորոշ է հենց ռազմական իրավիճակին։ Դուք խնդիր ասելով ի նկատի ունեք միայն ռազմաճակատի հետ կապված խնդիրները, թե երկրի ներսում ծառացած խնդիրները նաև ի նկատի ունեք։ Առաջի հերթին ռազմաճակատի հետ կապված, բայց երկրի ներսի խնդիրներն էլ պիտի ընթացիկ լուծումներ ստանան, չէ՞։ Ընթացիկ լուծում կստանան բոլոր խնդիրները, եթե վերաբերմունքը փոխվի։ Վերաբերմունքը։ Իհարկե, ես չեմ պատկերացնում որևէ երկիր, որտեղ իշխանությունը ժողովրդին վերևից է նայում եւ, հա, նույնիսկ այն երկրները, որտեղ չգիտեմ, միլիոներով փախստականներ են եկել եւ տեղի բնակչության, չգիտեմ, ինչ որ մեծ տոկոսը օտարազգի են, միևնույնն է, այդ իշխանությունները այդ ժողովրդին, ովքեր ապրում են իրենց երկրի տարածքում, տենց վերևից չեն նայում։ Արագ աշխատում են լուծել այդ խնդրը, հա։ Մանավանդ երբ որ դարձան քաղաքացի այդ երկրի։ Վերջ, քաղաքացի ես այդ երկրի, ուրեմն սա պիտի լինի, սա։ Մեզ մոտ այդպես չի եղել ու այսօր էլ չի։ Այսօր էլի ժողովուրդն է բարձրացնում հարցը, զոհված զինվորների ընտանիքներին տեր կանգնեք,
վիրավոր զինվորներին բուժումը լինի, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Սոցցանցերում հայտնում է ինչ որ ինֆորմացիաներ, որ գումար են պահանջել, որ մարդիկ գումար չեն ունեցել, անձնագիրը վերցրել են, որ հետո ճարեն մի տեղից բերեն։ Երբ որ մարդը վիրավորվել է, ուրեմն ռազմաճակատում, հա, սահմանի վրա։ Այսինքն այս վերաբերմունքը պիտի փոխվի։ Պիտի վերջո հասկանան, որ այն խոսքերը, որ ասել են, դրանք լրիվ կփչվեն, հա։ Այնպես ինչպես իրենք էին ասում, դատարկ խոսքեր էին։ Մենք պատասխանատու ենք, մենք պատասխան ենք կրում, մենք այսպես այնպես։ Բայց պիտի հասկանան, որ այդ ամեն ինչը ընդհանրապես կփչվի։ Եթե 180 աստիճանով չփոխվի ամեն ինչ։ Սա բացառիկ առիթ է, ինքը վատ երևույթի շուրջ է համես միավորել, մի բռունցք դարձրել։ Բայց ի վերջո սա այն առիթն է, ինչից պիտի օգտվի այսօր իշխանությունը։ Լեգիտիմանա։ Իսկ ինչպես կարա լեգիտիմանա։ Կատարի ժողովրդի պահանջը։ Երբ որ ընտրված լինեին, իրանք ստիպված կլինեին միշտ կատարել ժողովրդի պահանջը, որովհետև ժողովուրդը ընտրում է եւ պահանջում է սա։ Հանձնարարական է տալիս իշխանությունին։ Դու իշխանություն, այս պիտի անես։ Հիմա չեք ընտրվել, ինչ որ ձև հայտնվել եք այդ պաշտոններին։ Այսօր օգտվեք, լեգիտիմացեք, կատարեք ժողովրդի պահանջը ու կդառնաք լեգիտիմ իշխանություն։